շտաբերում, նաև փորձում են մուտք գործել Մարտուն Գրիգորյանի տուն։ Բռնաճնշման են ենթարկվում, որովհետև իրանց տեխնազոն էսպայի դրությամբ 0 ռեյտինգ ունի, то есть եթե առաջ 26% կսեին երեկվա դրությամբ 11-ից էլ էր ցածր։ Անգել են ջղացգումների մեջ բռնաճնշումներ, այսպես ինչ կարող է լինի նախընտրական շտաբում, չգիտեմ որ կան խոզարկեն, մյուս նախընտրական շտաբում Մարտուն Գրիգորյանի որ խոզարգեինը հետաքրքիր դրվագ կար, մեջ որոշման կրված էր խոզարգել տունը, բայց ուրիշ մարդու անուն էր գրած, իրանք եկել մտել էին շտաբը։ Նիկոլիզմի վերջի ճիճերն են, ոխեցո։ Բայց ասում են իրենք վախենալու բան չունեն։ Ով չունի վախենալու։ Ասում են մենք 8-ը պայքարում են մեկի դեմ։ Անգելոյ ջան, ինչպես է ձեր անունը։ Մերի ջան, ուրեմն նայեք, իրանք ենքան արդեն մեղք են, որ եթե նայեք մեր բոլոր տեխնազուների ելույթները խոսք է, ոչ մեկի կողքը Երևանից մարդ չկա։ Գյումրիում ամոթ է, Երևանից մարդ բերել, էլի։ Սարիկն արդեն ընկել է Դաշտյան, որ Երևանից մարդ կբերե մեր վրա։ Բայց հենց Սարիկն է ասում Երևանից մի եկեք խառնեք իրավիճակը, հյուրեք հյուրի պես կա։ Եվ այդ խորխոզին որ բերել են խոսարին, ինչու մորից։ Դա բայց սա քաղաքի վիրավորեց այդ մարդը, սա ընդդիմադիրներին վիրավորեց, իրան չվիրավորենք։ Բերեք այդ մարդն եկել Երևանից կանել է, ասեմ մենք պետք է որոշենք, դուք ստեղ ինչ աղաբլիկ։ Եթե գյումրեցին կուզեն որոշեն Մարտուն Գրիգորյանն կամ Վարդան Ուգասյան, իրանք ով են Երևանից կուկան ստեղ կլինի, կամ մի հատ խոսույթ են բերել մեջ, որ եթե ընտրեցիք Վարդան Ուգասյանին կամ Մարտուն Գրիգորյանին, կրիմինալը հետ կուկա, ոստիկանությունը քաղաքապետին կպատկանա, թե չէ, իհարկե, այդ դեպքում հարց կստագեց, իրանք իրանց ոստիկանության քննիչականի վրա վստահ չեն, որ կրիմինալը նորից գլոխի բարձր։ Իրանց մոտ էսպես ուղղակի ջղացկումների մեջ են, չգիտեն ինչ են դնել։ Երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում էր, եթե որևէ մեկը փորձի քաղաքացու կամքին հարկադրել, ամենաարագ տեղը որ կհայտնվի, դա ասֆալտն է, նկատի ունենալով, որ որևէ մեկը չի կարող կաշառք տալ, որ քաղաքացին գնա ընտրության։ Ուրեմն ես ամենօրյա ռեժիմով ոտքով քաղաք մանկալացող եմ, չկա մեկ դեպք գրեթե, որտեղ որ կաշառքի մասին անգամ խոսք լինի, բացարձակապես չկա։ Եվ քանի որ այսօրվա ոստիկանությունը առաջմանը չէ, իսկ սա Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէ, ուղղակի 21-րդ տարում, երբ որ Մարտուն Սպանեն, միջև մեռնել է զապիսկենը TikTok-ը գցեն, նոր կմեռնել, ասենք, տեխնոլոգիաների պատճառով որ այսօր ամեն ինչ ավելի մաքուր է, ես չունեմ ասֆալտ նախ Գյումրի վրա, ասֆալտին է փռեն, չունենք հողին կարող է գցել։ Մենք նոր հասանք Երևանից, այստեղ նախ կներկանանք ձեզ ոնց դիմենք։ Արթուր է անունը, Սադամյան Արթուր, բլոգեր եմ, կապ ունեք Մարտուն Գրիգորյանի։ Չէ, պրոստը խնդրի հետևից եմ եկել։ Ինչ հետևից։ Ճնշումների համար եմ եկել, նույնպես շուտուկ։ Իսկ ինչ եք մտածում այս ճնշումների մասին։ Բռնաճնշումներ, մեկ բառ ունի սա ուրիշ որտեվ Սարիկի նպաստակեր Սարիկի ռեյտինգները զարոյական է դարձել եւ իրանք Սարիկին պետք է անցնեն, անգամ Սարիկը լեննականցի Գյումրեցի լինելով Երևանից մարդը բերում Գյումրեցոնց վրա, որպեսզի փորձեն վախեցնել կամ չգիտեմ խրխրալ, ինչը Սարիկն անցնի, բայց Սարիկը չունի, Սարիկի ռեյտինգն այսօր 10%-ից ցածր է արդեն։ Ո՞վ է վերել Երևանից։ Ինչ էր անունը, Վագն Ալեքսյան, ամբողջ շտաբը լսված են։ Դուք չեք նկատի, որ մեր Հայաստանի Հանրապետության Վագն Ալեքսյանյանը վերել է Մարտուն Գրիգորյանի ու մյուսների վրա։ Երեք Վագն Ալեքսանյանը կայնած բոլորին վիրավորեց, բոլոր ընդդիմադիրներին վիրավորեց, անվանելով, որ մեկը Քոչարյանն է բերելու, մեկը Սերժին է բերելու, ես չեմ հասկանում, պրոստը իրանք եկան անվստահ են իրանց վրա, որ քաղաքապետը կարող է հետ բերել Քոչարյանին կամ Սերժին, աբսուրդ է, էլի։